Ողջույն իմ շատ սիրելի հարազատ դարձած հետևորդներ ջան։ Ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք։ Մեզ մոտ այսօր Զատիկի հաջորդ օրն է, ու մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այսօր օրվա կապակցությամբ, ու ինչպես ասում են Քրիստոս հարյա իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Թող Աստված բոլորիս տնե ընտանիքների հետ լինի, բոլորիս պահապան լինի սիրելիներս։ Ճիշտն ասած, ինչի եմ միացել, մեզ մոտ ու երեկո է, ասեմ ձեզ, միացել եմ, որպեսզի ասեմ, որ անկեղծ որոշել էի չնկարեի, չգիտեմ, մեր ասեցի չէ, որ ջուտիկներն էին գալու, ուզում էի իրանց հետ կլինեի ավելի շատ, ու հյուրեր էլ ունեինք։ Պետք է աշխատանքը մի փոքր արագ կատարվեր, որպեսզի հասցնենք, իսկ նկարելով բնականաբար դանդաղ ավելի ընթանում աշխատանքը, բայց Լուսին որոշեց, որ ինքը պետքա վլոգ սկսի ու սկսեց վլոգը, ես էլ չնեղացնելու համար մի փոքր կարճ դրվագ եմ ձեր համար նկարել, ինչպես անցկացրեցինք, ինչպես ձում ներկեցինք այնտեղ մի փոքր դրվագ, սպանախով ռուլետ եմ պատրաստել էլի մի փոքր, քանի որ իմ ալիքում արդեն ունեի պատրաստած։ Մի խոսքով մի փոքրիկ կարճ հատվածներ ձեզ համար նկարել եմ ու հիմա կներկայացնեմ, երևի շատ կարճ վլոգ կստացվի։ Հուսով եմ կհավանեք, կլայքեք, մեր Լուսիին կլայքեք, քանի որ ինքը անհամբեր սպասում է, քանի որ այս անգամ ինքն է սկսել վիդեոն, վլոգը։ Մի խոսքով սիրելիներս, ձեզ բարի դիտում եմ ցանկանում եւ ուղարկում եմ ինչպես միշտ պատիքներ։ Ինչ ես անում, Լուս։ Փչում եմ փչիկներ, Բարի Լուսիա, այսօր ձևիկներ ենք նկարելու, ներկենք, որ դասավորենք ձևիկները։ Ահա, ասա որ ջուտիկներ կարել։ Էսի ակլորա, նայեք, ձույնը ու ձույնները։ Ահա, դնել ենք որտեղ։ Որտեղ ենք էդի դնելու, խոտերի։ Ձույկին։ Խոտերի մեջ։ Հա, խոտերի։ Ձողիկի հետ։ Հետո ձույնները դնելու ենք խոտերի մեջ։ Ահա։ Ու էսի ես շատ եմ սիրում, որտեղ էսի մի հատ ոնց է իրանունը, սիրենայա ինքը, սիրենայա։ Ու ես ստեմ մի քիչ նստել եմ, որտեղ շոքում եմ։ Որտեղ շոքում ես, օգնել ես որտեղ։ Ահա։ Գալիս եմ, գնում եմ Քայլում ենք չէ, քամին տալիս է նայի քո վրա։ Քո վրա է քամին տալիս։ Ահա, այսօր ձու ենք ներկելու, չէ։ Դե դու փչի։ Ասա նորից կհանդիպենք։ Ձուն ներկելուց երևի, չէ։ Հեսա կգնան էտու ձեզի կեզա Ձուն կներկենք, ցույց կտանք։ ներկենք ու կեցուց տանք ինչ գույներ կա, որտեղ ես ուրեմն առել եմ գույները։ Հիմա ես ուզում եմ մի քիչ ջուր խմեմ, բայց չկաս։ Ես ջուր քեզ կտամ։ Հա, գալասկի մեջ նայեմ, հա։ Հա, ճիշտ է։ Ողջույն սիրելիներս, մենք արդեն տուն ենք եկել, այսօր վլոգը սկսել է Լուսին, մեր եկել են մեզ մոտ, որպեսզի Զատիկը միասին անցկացնենք ու ինքը որոշեց այսօր սկսի ինքը վլոգը։ Հիմա սկսելա պետքա շարունակենք, չէ՞ Լուս։ Հա։ Հիմա ինչ ենք անելու, հələ ասա։ Պիտի ձուն էփենք։ Ձուն պետք է եփենք, հետո եփելուց հետո ներկենք ձուն։ Հիմա ցույց կտամ ինչ ենք արել, այստեղ սունկն եմ եփել, որպեսզի աղցան պատրաստեմ, կփորձեմ նկարել դա։ Փախլավա եմ պատրաստել, առանց ձեզ եմ պատրաստել, հիմա պատրաստի վիճակը միայն ցույց կտանք։ Ինչ որ շարունակենք
ինչ-որ մի բան պատրաստելու, քանի որ պատրաստում ենք զատիկը նշելու, շարունակենք պատրաստելը, ձեզ անպայման ցույց կտանք, չէ՞ Լուս, իրար հետ ենք այսօր պատրաստելու, ես էլ Լուսին եք պատրաստելու, չէ՞։ Լուսին այսօր նապաստակի ականջներով է արդեն, չէ՞։ Դե սիրելիներս նորից կհանդիպենք։ Ահա սիրելիներս, այս տեսքն ունի փախլավան մեր այսօրվա, արդեն պատրաստ է։ Ահա, սա մի կողմ թողնենք։ Սիրելիներս, հիմա կդնեմ ձուն կեֆի, իսկ մինչ ձուն եփվել է, կպատրաստեմ սնկով աղցանը։ Հիմա մեր մոտ այստեղ խառը վիճակ է։ Կանաչ գույնից։ Ահա, Լուսին ու իր պապիկը սկսել են ներկել, բայց ես ուզում եի, որ ձեթով էլ անենք։ Սկզբից փորձենք առաջինը, գտալը կտաս։ Մի հատ կտակ։ Կտանք։ Հեսա բստակ հա, սպասի պապիկը թողանի, չի եղել գակ, պետքա մնա։ Մի 5-ից 6 րոպե պետքա մնա։ Վայ։ Այս իմ պատվիրած ներքն է, հա։ Դե Դե պետքա, հա, հերթով լցնենք։ Իմ պատվիրած ներքն է, ճիշտ ասած, միշտ ամեն տարի արել եմ։ Ուզում եմ բրցնեմ։ Բստակ հա, մի հատ էլ դուրթը Լուսին դնի։ Հա, ոչինչ։ Բռնի շուտ արա։ Դե շուշը Ես դնի։ որ տակա։ Լավոր, վայ, բալա։ Դե թող գտալով բռնեմ։ Գտալով այն գոզում բռնի։ Դե գտալով բռնի։ Բայց նա չի կոտրես, տեղից մի քանի հատ արդեն կոտրված էր։ Ոնց բրցնեմ դե վայ։ Ու պապիկի հետ օգնելով։ Ահա, Դե սրանից։ դիր Հա, մեջ է։ ապրի մարդիկը։ Ապրես։ Բայց գիտես ինչ անենք, ասենք որ Հա, բանա թակի չէ։ ինչ որ բան դնենք տակը։ Մի վարքյան Հատը պամաններ մոռացել եմ առնել, հարմար էլի։ Տակա ջուրը։ Լուսի, Ջուրը չէ տակ չի, բայց Լուսի, մի վարքյան բոլես։ Էսի ես կառնում։ Հոպ։ Ահա, Էլի ցած։ չրենում։ Հա, լավ եղավ, ոչինչ։ Հացկավել է, էլի հենած, հա, մի քիչ մնացել է։ Ասի Լուսյան։ Չէ, տակ չի, բայց դու հիմա սա ներկեղար ու էսի վրա ես սկսելու։ Տես, վրետ։ Շորիկները տանելու ես ներք։ Չէ։ Ու ձորներից։ Ու, չգիտեմ։ Թող ես փոքին։ Ահա, Աննա սրբովի։ Քանի մոտերս։ Ուզում ենք այս վերջին, ոնց ասեմ, չէ, վերջին հնարքով, որ, հա, ձեթի, որ մեջ ձեթով պատում են ձուն ու դնում են մեջը, պետքա պուտպուտիկներ լինի։ Չգիտեմ, հիմա տեսնենք, մեր մոսս խառը վիճակ է։ Հա, շատ անհարմար, աննախատեպ, անհարմար։ Չգիտեմ։ Պապի սիրուն բան ասա։ Դե դու մի հատ ասա սիրուն բան։ Լա դե ձուն անենք, ես ուզում եմ ձեթով անենք, էման ճիշտ ասում։ Լա դե ոչինչ, ձեթով անենք, ոչինչ, կամ ձեթով անենք։ Ահա, լավ, ոչինչ, թամն այդ պես կա։ Կարա մի քիչ ջուր լցնեմ, ջուրը քիչ են կարել։ Չի եղել լավ։ Դու մնա։ Պիտի մի քիչ Մենք անհամբեր ենք Մի հատ էլ զուր դնեմ դե։ Ստեղ էլի կոտրված կա։ Որտե։ Այնա մեջը։ Ափսոս։ Չէ, պետք է անենք։ Այս սրանք է կարանք դնենք սոխի մեջ, հա, թե արդեն է է։ Սոխի Ո՞նց անենք։ Հիմա ջան, Հլեպին։ խի ճիշտ է որ ասեմ, սոխի ճիշտ է չկա։ ճիշտ է։ Հիմա ինչ ես Հիմա սպասում ենք։ Պիտի սպասենք։ Ինչքան ենք սպասելու։ 5 ժամ։ 5 ժամ չէ, 5 րոպե։ Ճիշտ է ասեմ, չէ, եթե ամեն ձուն սպասելու ենք 5-ից 6 րոպե։ 5 ժամ ներկելու ենք։ Հա, 5 Չէ, կարանք մենք մի քանի հատ ծու դնենք մեջը։ Հա։ Ավելի լավ կբարձրանա ջուրը, սաղ կծածկի։ Այսը լավ է։ Եթե Լուսին թույլ տա, ես Լույսը ոնց է խանգարում ես, պապիկին թող իրար հետ միասին անենք, հա։ Հա։ Այսօր գրել ենք, որ ձուն դնենք մեջը, ձուն դնենք մեջը, որպեսզի սիրուն լինի, էլի չխառնվի Ասի, լիները։ Լուսի ջան, մի վարքյան։ Արի, կանգնի։ Հիմա մենք այս խառը դրության մեջ ենք, ժողովուրդ։ Այ պապի
Կակ մի հատ արի բանով անենք, էլի դե իսկական լույսին ճիշտ ասում է ձեթով, որ որոշել էինք։ Ժողովուրդ մեր մոտ ոնց որ գույները, այս գույնը երբեք չենք ունեցել, մանուշակա գույնը, ճիշտն ասած ներքի մեջ չի եղել, այս անգամ կար։ Այս գույնը եղավ, բայց ինչ։ Բայց մենք չենք տեսել այդպես բաներ, իման առելա, ես չեմ առել։ Ես չեմ տեսել, որ ինքը Հա դու որտեղ ես եղել, որ ինքը առել է։ Որտեղ է դա։ Մի առլա։ Քիչ ես ասել, Էմա, էդի չի ես առնում։ Հա դե ոչինչ։ Լավ, Լուսինա ներքում չէ լուս։ Լուսին դե այս ճանի վրա կանգնի որ հասնի։ Իսինուղա, աստեղ կանանք մի հատ ուրիշը դնենք։ Այն մի հատը փորձել ենք բանով, բուսայուղով, ձեթով, բայց չգիտենք եղելա թե չկա քլա այդ կնայես մի հատ։ Հելենը Որն է մեր հիշում ես։ Էսա։ Հա, լավ։ Չի բռնելու, քանի որ ձեթա վրա։ Չէ, պիտի զեթով ատնենք։ Ձեթով լավ չէր անում, բան չէին ասում լավ ալինում։ Ամենատեպս մեր մոտ չստացվեց ժողովուրդ։ Լուսի։ Բայց էսենց լավ սիրուն ստացվում է։ Կակ նայ այս բաները հանգարց դες կպցկը։ Չորանումա։ Ինքը չի կարա իրար կպնի։ Դե ամեն դեպքում կապիտ երանք կա վրան։ Որտեղ ձեր եմ տվել։ Կանաչը ոնց որ լավ չէր ելում, հա։ Լավ է, երևի այդ գույնն է, ես չգիտեմ, կողմուկ կանաչ չենք առել։ Այդեն սազ գույնը։ Հենց է այս գույնն էլ։ Այս գույնը այդեն սա։ Սիրելի բաժանորդներ ջան, ձվի կլեպից լավա չկա։ Տեսեք ոնց եմ տառապում։ Խնայեք ձեր Վայ ժամանակը։ մամու ջան։ Ձուն պետքա տակ լիներ գրածեր։ Ճիշտն ասած, մենք ոնց որ 5 րոպե չենք համբերում, շուտ հանում ենք ավելի։ Ժողովուրդ այսքանը արդեն ներկել ենք։ Այսպեսի գույներ են ստացվել, այստեղ Լուսին ոնց որ արդեն ուզում է մի հատ էլ ջարդած լինի, հա Լուսի։ Նայում ես, հա լավ։ Նայում եմ, որ ջարդված է։ Ահա, որ ջարդված չի։ Մենակ նայում եմ, որ մի հատ ջարդված է, այդքան։ Չէ, չի վրան հələ նոր ենք գցե։ Չենք կարում համբերենք, էլի 5 րոպե, չէ Լուս։ Էսի ոնց որ մի հատ մարտներ կլա։ Չի դիող ներքի մեջ ենք մցրել դրա համար նոտ մատներ կիլազմա։ Ահա, թող մնա 5 րոպե համբերենք, որ սպասենք, հա Լուս։ Որ մի քիչ սպասենք անենք, աթնարել ենք, նայ պապից լավ չի արել, ոնց է գույնը, կապուտը ջարդված է, ուզում եք տենակ։ Կապուտը ջարդված է, ուզում եք տենակ, իսինք էլ ժողովուրդ է ասում։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մեզ մոտ հաջորդ օրն է ու այսօր Սուրբ Հարության տոնն է, ուզում եմ այդ առիթով բոլորի շնորհավորեմ, թող բոլորի զատիկը շնորհավոր լինի, ինչպես ասում են Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի սիրելիներս, թող բոլորի տներում լինի միշտ խաղաղություն, միշտ հանգստություն, միշտ առողջ լինենք սիրելիներս, Աստված բոլորիս պահապան, բոլորիս ընտանիքների հետ լինի սիրելիներս։ Այսօր մենք հյուր ենք ունենալու, այս 3 տեսակ ձուն ներկեցինք, այսօր ենք նշելու մենք Սուրբ Հարության տոնը, հյուրեր ենք ունենալու ու պատրաստվում ենք, այս 3 փախլավան պատրաստեցի, ձուն ներկեցինք, այսօր հիմա սպանախը, հիմա ցույց տամ ձեզ ինչ եմ անում, պետք է սպանախով ռուլետ պատրաստեմ, այստեղ սպանախը եփում եմ, այստեղ հիմա սոխարած եմ արել մի փոքր կարակով և բուսայուղով ու սպանախը պետք է ավելացնեմ այստեղ ինձ մոտ եսեք այսպեսի պատրաստի արդեն տպրակներով սպանախը 2 կապներ կավելացնեմ մոտավորապես 600 գրամ սպանախը ես ունեմ սա առանձին նկարված արդեն ստացվում է շոտ համեղ ռուլետ հիմա ավելացնեմ նորից միանամ ձեզ սիրելիներս այստեղ դեռ 1 կապն եմ ավելացրել տեսեք ինչքան շատ եմ բայց հիմա դառնալու է մի փոքր սա մի փոքր հեսա նստի ավելացնեմ երկրորդն էլ սա շատ քիչ է մնալու
շատ համող ռուլետ է ստացվում, համեղ։ Հիմա այստեղ կավելացնեմ իհարկե աղ, ստեղ պղպեղ, մի շատ չնչինել կարմիր պղպեղ կավելացնեմ։ Հիմա սա համարյա թե արդեն մի փոքր նստես, տեսեք, ավելացնեմ երկրորդ կապը։ Այստեղ երկրորդ կապն էլ ավելացրեցի, հիմա խառնեմ քիչ-քիչ։ Երեք ժողովուրդ ջան, առանց ձեզ ինքն եմ եփել, եփել չէ, աղցան պատրաստել, եփել եմ աղցան եմ պատրաստել, ճիշտ ասած բավականին ուշ էր, արդեն ժամանակ չկար, բայց մենք մի անգամ անպայման միասին այդ աղցանը կփորձենք, որովհետև կպատրաստենք, որովհետև շատ համով աղցան էր ստացվել։ Հիմա սա խառնում եմ, հեսա կավելացնեմ համեմունքները ու կթողնեմ մի փոքր սառի։ Մի փոքր սառելուց հետո արդեն կփաթաթենք միասին, փորձենք պատրաստել, որից հետո ձուկը պետք է պատրաստեմ, մի փոքր սեղանը ձեզ ցույց կտամ իհարկե, ինչ սեղան ենք պատրաստել, որովհետև ժամանակ չեղավ նկարելով ավելի գործը դանդաղ է լինում, ժամանակ չեղավ, որ մանրակրկիտ նկարենք, ներող կլինեք, այս օրերին բոլորս խառնենք լինում։ Այստեղ ինձ մոտ սպանախը բավականաչափ սառել է, ուզում եմ ասել հոլելա, սառել է արդեն, հիմա լավաշը քանի որ փոքր, չգիտեմ, ինձ թվաց թե բարակ է, այսպես երկու տակ կտրել եմ, որպեսզի փաթաթելը հեշտ լինի, պետք է դնենք ջեռոցը։ Հիմա սպանախը տարածում ենք ու ավելացնելու եմ հալվող պանիր իհարկե։ Սպանախը տարածելուց հետո հիմա ավելացնում եմ հալվող պանիրը։ Ինձ մոտ մոցարելա է, կարող եք դուք որևիցե այլ հալվող պանիր ավելացնել։ Ես արագ եմ անում, որպեսզի արագ լինի, հասցնենք մեր հյուրերի դիմավորելու։ Ամբողջը ավելացնելուց հետո այսպես ռուլետա նման փաթաթում ենք։ Փաթաթելուց հետո ձվի դեղնուցով պատում ենք, ուղարկում ենք ջեռոց։ Եթե ուզում եք գեղեցիկ լինի, կարող եք նաև մի փոքր քունջուտ ավելացնել։ Այս ծայրի մասը շատ չեմ դցրել ու տարածել, որպեսզի չթափվի։ Ժողովուրդ ջան, այստեղ արագ ենք ամեն ինչ պատրաստում, դրա համար ընթացքը ցույց չեմ տվել, ես ունեմ նկարած, դրա համար հանգիստ ցույց չեմ տալիս։ Այստեղ սպանախով ռուլետն է, այս տեսակն ունի։ Այստեղ որոշեցինք այս երկու ձուկը, քանի որ մեզ մոտ մարդ կա, որ եփած ձուկ չի ուտում, այս երկու ձուկը դնենք վառարան, այսպես սև պղպեղ, թարխուն, կարագ, նարինջ եւ լիմոն։ Այսպես համեմել եմ ու դնում եմ հիմա ջեռոց, իսկ այստեղ էլ արդեն պատրաստ է, համարյա թե պատրաստ է ձուկը, եփած ձուկը։ Հիմա սա մի փոքր արդեն եռում է, ցածրացնեմ, թող մարմանդ կրակով եփվի։ Քրիստոս հարյա իմ մեռալոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այսօր լռության մեջ հնչում է ամենահզոր լուրը, կյանքը հաղթեց մահին, լույսը խավարին։ Սուրբ Զատիկը հիշեցնում է, որ նույնիսկ ամենախոր խավարից հետո Աստծո լույսը միշտ ծագում է մեր կյանքում։ Սուրբ Զատիկը ոչ միայն հաղթանակն է կյանքի մահվան հանդեպ, այլև սիրով, ներողամտության և հույսի պատգամ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենախավար փորձության մեջ հնարավոր է նոր սկիզբ, վերածնունդ և հոգու լույս։ Թող այս Զատիկը լինի հոգևոր զարթոնքի, մեզ մոտեցնելով ոչ միայն Աստծուն, այլև միմյանց ընտանիքում, ընկերության մեջ, մեր ազգում։ Թող խաղաղությունը թագավորի մեր տներում, թող սերը շաղախի յուրաքանչյուր բառ ու արարք,
իսկ միասնականությունը պահի մեզ որպես մի ժողովուրդ, ամուր ու արմատացած հավատի վրա։ Թող հարության զորությունը վերակենդանացնի մեր հավատը, մաքրի մեր սրտերը եւ լցնի մեզ սիրով ու ներողամտությամբ։ Շնորհավոր Սուրբ Զատիկ, թող հարության լույսը մեր կյանքի ուղեկիցը լինի միշտ։ Միտիա։ Դա լավ։ Ո՞վ հաղթեց։ Սերը։ Սերը։